Մարմնավորած մարդ իծնե մայրական կաթով ներակցություն իր ամբողջ երակները եւ այսպես շարունակ բոլորը հիշում եք Հովհաննես Շիրազի ես այն ժամանակ եղել եմ Հովհաննես Շիրազի խմբի մեջ որտեղ ինձ հեռացրել են ինստիտուտից որ ինչ-որ ոստիկանի կապիտան Բատիկյանը եղել շրջանայինում որ սկսել են քաշքշել անօրեն ասեմ անօրեն, որտեղ ինքը չի տախել։ Եկել եմ ընդեղ որպեսզի հանգստացնեմ, ասեմ այդպիսի բան գոյություն չունի, ես էլ եմ կալանավորվել 10 օր։ Ինչ եմ ուզում ասեմ, հաշվենք Արցախը չկա, բայց այսօր մենք պետք է փրկենք Հայաստանը։ Հայ ժողովուրդը աշխարհով մեկ սփռված է։ Դուք չգիտեք ինչ է նշանակում կարոտ։ Կարոտ է մախլերներից, մամրակալած քարերից, Երանի թե գյուղում լինեմ հարսանիքում պարելից։ Աստուծուն շատ եմ աղոթել, գյուղին անչափ կարոտել, թողեք ապրեմ ես իմ տան, մահ եմ ուզում հավիտյան։ Կարոտեմ ճամփեքը հանդի, վախենում եմ տունուս թուրք քանդի, ախ երբ կգա պայծառ մի օր որ կռիվը հանդարտվի։ Լռում եմ ես ամոթից, նեղնում եմ երեխոց կարոտից, չկա մեկը որ հսկեր, դուրս են մնում խրատից։ Գաղթվածների սենատում, քարոզանքով խրատում, ինչքան կարող ես հանթերես, չէ որ մեզ են թևատում։ Հակվել է հայի բախտը, տարածվել է քոսն ու դեղնախտը, փախստականները բան չունեն ուտելու, գողերն են ընկել դրախտով։ Կրակում են մարդում առաջ գնացողին, կամ թե չէ, ինչպես ճշմարիտ խոսողին, ով կարող է արգելել անմեղ մարդուն ծեծողին։ Պարտքը սպարտքին ավելացավ, պարտքատերը ուրախացավ, ախ որտեղից շարեմ ես արդեն տարին լրացավ։ Էժանացել է կյանքը մեր, մարդիկ ապրում են ահաբեր։ Գյուղիս կարոտն եմ քաշում ու սպասում անհամբեր։ Այսքանը ես գրել եմ 93 թվականին, երբ որ մեր գյուղը 8 ամիս գտնվում էր ազերիների ձեռքին։ Կարոտը այնպիսի բան է, կարոտախտով մենք բոլորս մանալու ենք։ Եթե նույնիսկ գիտեք, որ չենք վերադառնալու Արցախ, ապա մի խոսեք, թողեք մարդիկ դանդաղ մահանան ու հույսները չկտրած, որ հետ ենք վերադառնալու Արցախ, սա է մեր բոլորիս նպատակը, այլ ոչ թե ուժով, այսօր չենք կարա, որովհետև մենք տկար ենք աշխարհի, բայց ես կոչ եմ անում ամբողջ աշխարհին, որտեղ աշխարհ գոյություն չունի, գերտերություններ գոյություն ունեն, խաղաղությունը բերում է հզորները, այլ ոչ թե տկարները, ինչքան էլ ուզես խաղաղություն ուզես, նրանից է կախված, կուզի կբերի, կուզի չի բերի։ Այսօր նայեցիք, երբ գերտերություններ իրար են բախվում, աշխարհն արդեն խառնում է, չգիտենք Հայաստան, ամբողջ երկիր, մնալու ենք թե չէ։ Դրա մասին մտածենք, ընկերներ, եւ համախմբվենք, քիչ առաջ ասեց, նոր, հին, իմ համար գոյություն չունի, ով որ եղել է կաշառակ էր, նա պիտի նստի, անկախ նրանից որտեղ որ կա։ Կյանքում ես կաշառք չեմ վերցրել ու չեմ էլ ուզում, միշտ աշխատել եմ լինել գյուղացու կողքին, հասարակ մարդու կողքին եւ հասել ենք այս նպատակին։ Սխալը մեր բոլորինից է, առաջինը հայ ժողովրդին, նոր մնացածը դավաճաններին։ Շնորհակալություն լսելու համար։ Մեկ հարցն է, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առհասարակ փախստականների թեման ցակ է, քանի որ դա կարող է խանգարել խաղաղության օրակարգին, ինչ կասեք։ Ես մի րոպե ինձ մի խանգարել, հարցը ինձ աղողված։ Ես արդեն չեմ ուզում ոչ մեկին լսեմ, որ Արցախի մասին որ խոսում են։ Քիչ առաջ մեր իսրայելյանը նշեց։ Եկեք բոլոր խոսակցությունները դնենք մի կողմ։ Այսօր ճիշտ է Հայաստանը զբաղված է ընտրությունով։ Ինչ ուզում են անեն, չանեն։ Ես ցանկանում եմ մի այլ մարդ, որը որ կյանքում չի խառնվել Վարշեմ ղեկավարության հետ։ Ինքը լինի առաջնորդ, դուրս անի այս վիճակից, ով որ գա, մեկը դժվար է լինելու այդ ձեր ցավը տանեմ, որովհետև թուրքին ես եմ ճանաչում, 6 տարի աշխատել եմ իրանց հետ, գլխավոր ինժեներ եմ աշխատել ընդեղ, դժվար է իրանց հետ, իրանք քեզ հետ ուրիշ բան են ասում, մեջքիդ խփում, տեսար Ռուսաստանի հետ ինչա կատարվում,
Արդեն բացահայտ ասեց, որ Ուկրաինային օգնելը սկսեց արդեն խփել ընդեղ։ Վարվեցեք այն ուժի հետ, ովքեր որ կարող են մեզ փրկեն։ Այսօր մեր Հայաստանի փրկությունն է պետք, այլ ոչ թե պաշտոնակռիվ տալը։ Այսօր եթե սա կուսակցություններով գնան, ոչ մեկը չի ընտրվելու։ Բայց ես ասում եմ, որ հետև չեն համախմբում։ Ամեն մեկը ձգտում է որպես ինքը լինի ղեկավար։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ընտրություններին չբացառեց, որ խորհրդան անցնելու են իրենք, Սամվել Կարապետյանի մեր ձևովը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ կասեք։ Ես ոչ մեկի նկատմամբ բան չունեմ ասելու, բայց Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, որ կարող է այլ ուժեր հայտնվել այնտեղ։ Չի կարելի նշել իմեննոյ, որ ով է գնալու այնտեղ։ Չի ստացվում։ Ինչ կիմանաս, քանի մարդ է մասնակցելու այնտեղ։ Հայաստանը այդքան էլ գորած չի։ Կարող է այնպիսի կուսակցություն, այսօր 100 կուսակցությունից ավել մարդ կա։ Կարող է հենց առաջ գա այն կուսակցությունը, որը հաղթելու։ Իսկ եթե ԿՊ չանցնի, արցախցիների վերադարձի հարցը կդառնա օրակարգում առաջնային հարց։ Ոչ թե կդառնա, այլ պետք է միջազգային հանրության մեջ վերակենդանացնի այդ հարցը, որովհետև այնտեղ միջազգային հանրությունը ճանաչել է, որ Արցախը անկախ է, բայց տեր չի եղել, հասկանում եք։ Նույն հների ժամանակ 5 շրջանը պիտի հանձնեին, երկուսը մնային, ժողովրդի հետ ոչ մեկը աշխատանք չի տարել։ Չի տարել, որ ասից ես բանկը համաձայնեք, թե չէ, գաղտնի են պահել ամեն ինչը, բայց գաղտնիությունը մի օր արդեն վերահանվում։ Ես ոչ մեկի նկատմամբ ազնական հաշիվ չունեմ։ Ես իմ պայքարում եմ իրավունքները վերականգնման համար, որը զրկվել եմ այնտեղից մինչև ստեղ, թե մինչև ուր, չգիտեմ։ Եկեք հաշտությամբ իրար հետ համակերպենք եւ ապրենք առաջ անցնենք։ Ազգը փրկենք այս վիճակից։ Սա է իմ խնդրանքը։ Որտեղ ես հեռատես մարդ եմ։ Ես եղել եմ գուշակ։ Ես գիտեմ 10 տարի առաջ ինչ որ գրել եմ այսօր ստացում։ Եկեք համախմբենք, այլ ոչ թե լսնենք բանտերով լսնելով չի լինի, փոխնելա մեր համար բանտարը։ Մի քանի անգամ եմ խոսացել, բայց նորից կշարունակեմ։ Միջև այս ղեկավարությունը չգլխատվի, միջև Նիկոլը իր խմբով, իր բանդայով, իր ողմակով չվերանա, ոչ Հայաստանա փրկվելու, ոչ առավել ևս Արցախ։ Նախ արցախցիները պիտի պայքարեն անպայման իրենց հողի համար։ Արցախը Նիկոլի հոր տունը չէր, որ վաճառեց։ Փողով վաճառեց իր աղբերներին։ Երկրորդը, նույնը սպառվում է Հայաստանին։ Ես միջև հիմա ինչ ասել եմ, կատարվել է։ Չգիտեմ ինչ ճանաչում եք, չեք ճանաչում։ Ես Արցախի հերոս Դավիթ Հարոշանյանի մայրն եմ։ Միջև հիմա ինչ ասել եմ, կատարվել է։ Սյունիքը հանձնում է, Մեղրին հանձնում է, Շամշադինը հանձնում է, Երևանում ենք ապրելու մենակ։ Երևանն էլ չի մերը։ Միջև ժողովուրդը դուր չեկավ, թե մեզ գլխաքանակ է պետք, թեկուզ դատար գլխով մեզ գլխաքանակ է պետք։ Պիտի պայքարենք։ Հերոսածին ծնողներ, զոհվածներ, անհետ կորածներ, Հայաստանը փրկության կարիք ունի, ժողովուրդ Հայաստանը փրկության կարիք ունի, պիտի տապալվի ներսի իշխանությունը, ներսի թուրքը միջև չտապալվի, դրսի թուրքին չենք կարողանալու տապալենք, պիտի տապալենք նոր իշխանություն, հալալ կաթնակեր, մարդ խելքը գլխին։ Ինչ-որ մեկին որպես նոր իշխանություն։ Ճիշտն ասած չեմ տեսնում։ Եթե կայեն, ես չեմ տեսնում ճիշտն ասած, թող ինձ ներեն, եթե լիներ, այստեղ կլիներ։ Չկա, ես չեմ տեսնում ներկա։ Իրար գզրտում են, ազգային ժողովը են ինչա։ Ես ամաչում եմ, որ ես ազգային ժողովը, իմ ազգային ժողովն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարը Նիկոլն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարությունը գնում է ասում Հայաստանը, Արցախը Ադրբեջանը, ամբիոնում, Չեխիայի ամբիոնում։ Ես ռուսից նեղանում են։ Ռուսը ինչ անի, որ քո ղեկավարը գնում է Չեխիայում ասում է
Ադրբեջան է։ Քո պապն է ստեղծել այդ տականք, այդ կեղտ։ Մեր ղեկավարը հոգեկան շեղումներ ունի։ Պիտի այդ հոգեկան շեղում ունեցող մարդկանց իրա ոհմակով, իրա բանդայով վերջը վերացնենք, ժողովուրդը դուրս գա հրապարակ, սա իմ կարծիքն է, կարող է ուրիշները ուրիշ կարծիք ունենան, ժողովուրդը դուրս գա հրապարակ, ընտրյալ, մերը պիտի լինի շատ խելացի և ընտրյալ, որ կարողանա ժողովուրդի խելքի բերի, ժողովուրդը իրար ուտում են, բանակը քանդել է, մեր ղեկավարությանը վերացրում է, բոլոր բանտարկյալները նստած են, իմ ընկերները, որդեկորուս ծնողները բանտերում նստած են, սրբազանները բանտում նստած են, ինչ տարբերություն սրբազանի, որ հայկական բանտում է նստած, կամ էլ Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է նստած, ես տարբերություն չեմ տեսնում, նույն թուրքն է դատում մեզ, նույն թուրքը Հայաստանը հանձնելու է, մի քանի տարուց հետո Հայաստան չի լինելու, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, շատ եմ խնդրում, դուրս եկեք փողոցը տականքներին վերացնենք, Նիկոլնովա, ախր խելքը գլխին գոնե մարդ լինի, որ մենք ասենք գոնե ղեկավար ունենանք, Նիկոլ, հիշի բոլոր Ներոնից բռնցրած Ստալինով դուրս եկած, դուք վերանալու եք, սատկելու եք, ձեզ վերջը տեսնեք։ Ես հերոսի մայրն եմ, հույսը դրել եմ արդեն Աստծո վրա, հաջողություն հայ ժողովրդին, ազատություն մեր քաղբանտարկյալներին։ Մենք խոստումներին չենք հավատալ, մենք խոստումներին չենք հավատում։